Կան հանցատեսակներ, որոնք այսպես ասած սեզոնային առանձնահատկություններ ունեն։ Օրինակ ձմռան ամիսներին հաճախանում են մերձքաղաքային ամառանոցներից կատարվող գողությունները։ Արձակուրդների շրջանում ակտիվանում են բնակարանագողերը, որսագողերն ու ձկնագողերն էլ իրենց սեզոնն ունեն, իսկ կողոպտիչները սիրում են հատկապես ամռան տապը։ Օրերը տաքանում են, հագուստը թեթևանում և սկսում են երևալ թանկարժեք զարդերը։ Վերնազգեստի հետ միասին պահարանում են հայտնվում նաև գրպանները և մարդիկ ձեռքերում են պահում թանկարժեք բջջային հեռախոսները և լիքը դրամապանակները, այդպիսով գրգռելով ոմանց հանցավոր ախորժակը։ Քանի որ մեր մենթալիտետը ցուցադրության հակումներ ունի, շատերն են առօրյա դրսում հայտնվում տոնական զգեստներով, թանկարժեք զարդեղենով ու հեռախոսներով, դրամաշատ պայուսակներով, բացառիկ գայթակղություն և ասպարեզ կողոպտչի համար։ Թանկարժեք զարդերը պետք է թաքցնել։ Կհարցնեք ինչու, ի վերջո դրանք զարդեր են, կհակադարձեմ, դրանք ձեզ զարդարում են այնքան ժամանակ, քանի դեռ ձերն են։ Այդ իսկ պատճառով զարդարվեք օրինակ երեկույթի, համերգի կամ խնջույքի գնալիս, գիտակցելով, որ ձեզ շրջապատողներին կարելի է վստահել, տուն վերադարձեք լուսավորված և ցանկալի է մարդաշատ փողոցներով, իսկ եթե այնուամենայնիվ կողոպտչի զոհ եք դարձել, մի հակառակվեք հանցագործին, տվեք պահանջվածը։ Բայց հիշեք, թե որ ուղղությամբ վազեց և պարտադիր ահազանգեք ոստիկանություն, եթե հեռախոսից եք զրկվել, պարզապես դիմեք քաղաքացիներից որևէ մեկի օգնությանը, չէ որ տաք հետքերով ոստիկանները շատ ավելի արագ կգտնեն կողոպտչին։ iPhone-ների ու Android-ների դարաշրջանում աճում է վայ հանցագործների ու անխելք կողոպտիչների թիվը։ Տեսնում են և ուզում ունենալ, փող չունեն, մնում է գողանալ։ Այնպես որ զգույշ և զգոն եղեք, կողոպուտի զոհ դառնալու դեպքում էլ անհապաղ դիմեք ոստիկանություն։